Ողջույն բոլորին, իմ անունը Տիգրան է եւ ես ներքին հիվանդությունների ռեզիդենտ եմ Նյու Յորքի պետական համալսարանից։ Իրականում լսողների մի մասը կարող է ինձ ծանոթ լինել ռեզիդենտների համար նախաձեռնությունից, որ վերջին 2 տարիներում անում ենք հայաստանյան եւ ամերիկյան հայ ռեզիդենտների միջև տարբեր փոխանակային զեկույցների ձևաչափով եւ դրանից գաղափար ծնվեց ստեղծել մի նոր կրթական հարթակ, որը կոչեցինք հետաքրքիր ձևով կոնսուլտանտներ, որի ընթացքում կունենանք տարբեր ներքին հիվանդություններին վերաբերող sense ֆունդամենտալ տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, միտված նրան, որ տարբեր կարևոր թեմաներ ներքին հիվանդությունների փորձել հայերենով մատուցել տարբեր հետաքրքրված մարդկանց համար, հիմնականում հայաստանյան ռեզիդենտների եւ բժշկական բուհերի ուսանողների համար։ Եվ կփորձենք հիմնվելով ամերիկյան ներքին հիվանդությունների արձինատուրաների մեջ կիրառվող կրթական նպատակների եւ չափորոշիչների վրա տարբեր թեմաների շուրջ ունենալ քննարկումներ։ Եվ այսօր մեր առաջին էպիզոդի ընթացքում քննարկելու ենք թոքային էմբոլիաները, շատ կարևոր եւ շատ հաճախ հանդիպող թեմա, եւ կփորձենք ծածկել հիմնական հարցերը վերաբերող թոքային էմբոլիաներին։ Դե ինչ, կարող ենք արդեն սկսել։ Լավ, մենք կսկսենք кейսից, որի շուրջ կփորձենք մեր քննարկումը ձևավորել, եւ իրականում թոքային էմբոլիան իմ պրակտիկան որպես ռեզիդենտ այնքան հաճախ է հանդիպում, որ ես դժվարանում եի ընտրել մի պացիենտի, ում ես տեսել էի, բայց փորձեցի այս վերջին մի քանի ամիսների ընթացքում այն ամենատենց հետաքրքիր ձևով ներկայացած պացիենտներից ընտրել, եւ ունենք 32 տարեկան կին, ով ինքնաթիռով վերջերս մի քանի ժամ առաջ ժամանել է Նյու Յորք, Սեուլից մոտ 14 ժամանոց թռիչքից հետո, եւ գալիս է emergency բաժանմուն, քանգատվելով շնչարգելությունից, կրծքավանդակի ցավից եւ տրիաժում արդեն emergency բաժանմունքում հայտնաբերվում է, որ ունի տախիկարդիա մոտ 108, 110, 115, որևէ բժշկական պատմություն չունի, արդյունքնապես ուղղակի մի քիչ անհանգիստ տեսք ունի, բայց նորմալ հանգիստ խոսում է, ուրիշ որևէ փոփոխություններ չունի կենսական ցուցանիշների մեջ։ Հիմա փորձենք այս кейսը մտապահել ու կամաց-կամաց հասկանալ, թե ընդհանրապես թոքային էմբոլիան որպես ախտորոշում, ինչի պետք է դրա մասին մտածենք եւ այլն եւ այլն։ Մի հետաքրքիր բան թոքային էմբոլիայի մասին, ես երբ Հայաստանում էի իմ օրդինատուրան անում եւ ընդհանրապես երբ բժշկական համալսարանում էի սովորում, իմ մտքում թոքային էմբոլիան որպես այնց շատ մահացու մի հիվանդություն էր եւ իրականում կա դրա մեջ մի ճշմարտություն, բավական մահացու մոտ 25% դեպքեր թոքային էմբոլիայի կարող են առաջացնել հանկարծամահություն, որը ահռելի մեծ ցուցանիշ է, բայց կա դրա հակառակ կողմը նույնպես, բավական մեծ քանակի պացիենտներ կարող են ունենալ թոքային էմբոլիաներ եւ ընդհանրապես լինեն ասիմպտոմատիկ եւ շատ դեպքերում թոքային էմբոլիան կարող է հայտնաբերվել, ինչպես մենք ենք ասում, ինցիդենտալ, այսինքն պատահական ձևով, այլ որևէ նպատակով արված հետազոտության ժամանակ մենք ուղղակի հայտնաբերում ենք, որ պացիենտը ունի թոքային էմբոլիա, այսինքն իրականում դա չնայած նրան, որ շատ դեպքերում կարող է լինել վախենալու եւ վատ հիվանդություն, հաճախ նաեւ ոչ այդքան վախենալու եւ ոչ շատ մահացու է։ Իրականում հաճախ է հանդիպում, մոտ 300-ից 600 հազար кейսեր են լինում միայն ԱՄՆ-ում եւ թոքային էմբոլիան երրորդ ամենահաճախ մահվան բերող կարդիովասկուլյար հիվանդությունն է սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտներից հետո եւ շատ կարեւոր է, որ մահացությունը գրեթե 5-6 անգամ շատ է, եթե չի հայտնաբերվում եւ չի բուժվում թոքային էմբոլիան։ Թոքային էմբոլիաները եւ խորանի զիրակների տրոմբոզները միասին դասակարգվում են հաճախ մի ոնց որ sense հիվանդությունների մեջ, որոնք կոչվում են գերակային տրոմբոէմբոլիզմներ, բայց նրանք տարբեր sense սպեկտրի տարբեր կողմներն են։ Փորձենք հիմա հասկանալ, թե քանի որ մենք ունենք շատ դեպքեր, երբ որ պացիենտի կլինիկական սիմպտոմները կարող են չխոսալ թոքային էմբոլիայի մասին եւ շատ հաճախ կարող ենք ունենալ դեպքեր, երբ որ ուղղակի մարդը հանկարծամահ է լինում, այդ երկու ոնց որ ծայրահեղությունների արանքում մենք կարող ենք ունենալ շատ տարբեր սիմպտոմներ, որոնք կարող են հանդիպել շատ այլ հիվանդությունների դեպքում։ Օրինակ մեր պացիենտի մոտ, մենք ունենք կրծքավանդակի ցավ եւ շնչարգելություն։ Եվ հեչ պարտադիր չի, որ թոքային էմբոլիան լինի այն
հիմնական բանը, որի մասին մենք պետք է մտածենք։ Եվ որպես կլինիցիստներ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք մենք մեր գլխում տրիաժավորելու այս պացիենտներին։ Եվ բարեբախտաբար սրա համար կան հեշտ գործիքներ, որոնք կարելի է կիրառել։ Արդեն երկար ժամանակ ամերիկյան emergency եւ արևմտյան emergency բաժանմունքներում կիրառվում է Well-ի սանդղակը, Well, W-E-L-L, այդ բժիշկի անունով ստեղծված սանդղակ, որը ունի տարբեր կոմպոնենտներ իր մեջ, կա 7 կոմպոնենտից բաղկացած սանդղակը եւ ըստ պացիենտի կլինիկական кейսի, միայն այսինքն զննմամբ եւ պացիենտի հիվանդության պատմությամբ պայմանավորված, մենք կարողանում ենք դասակարգել թոքային էմբոլիայի հավանականությունը տարբեր խմբերի, հա։ Ու այս գաղափարը հիվանդության հավանականության, ինձ թվում է մենք մի օր առանձին սրա մասին կխոսենք, որովհետև սա շատ sense հետաքրքիր դիագնոստիկ, հա, գաղափար է, բայց ընդհանրապես մենք պետք է հասկանանք, արդյոք մեր պացիենտի մոտ կա բարձր, միջին, թե ցածր հավանականություն այս հիվանդության, որովհետև միշտ չի, որ մենք անհրաժեշտ է, որ մենք կատարենք գործիքային հետազոտություն, հա, ոչ բոլոր պացիենտներին պետք է անենք կաթե անգիոգրաֆիա թոքային էմբոլիայի համար, կամ ոչ բոլոր պացիենտներին պետք է անենք տարբեր անալիզներ, մենք կարող ենք մեր գլխում օրինակ ժխտել հիվանդությունը, ուղղակի ասելով, որ պացիենտի մոտ ցածր հավանականություն է հիվանդության եւ այլ հիվանդությունը ամենայն հավանականությամբ պայմանավորում է կլինիկական պատկերը եւ հակառակը մենք կարող ենք ասել, որ ըստ մեր կլինիկական գնահատման պացիենտը ունի բարձր հավանականություն եւ դրա համար պետք է լինենք որ ավելի ագրեսիվ ախտորոշման եւ բուժման մեջ եւ դա ճշգրիտ անելու համար ստեղծվում են սանդղակներ, որոնք օգնում են մեզ կարողանալ դասակարգել պացիենտներին այս խմբերի մեջ, քանի որ նկատվել է որ հաճախ ինչքան էլ կլինիցիստը կոմպետենտ եւ լավն է, հաճախ տարբեր սխալներ են թույլ տալիս, ինչը նորմալ է, ինչը մարդկային էությանը բնորոշ է եւ դրա համար ստեղծվել են սանդղակներ, որոնք վերցնելով 100,000-ավոր պացիենտների տարբեր տվյալներ, փորձել են ստատիստիկորեն հասկանալ, թե ով որ խմբին է պատկանում։ Եվ Well-ի սանդղակը դրանցից մեկն է։ Well-ի սանդղակը իր մեջ հաշվի է առնում արդյոք պացիենտը օրինակ զննման մեջ ունի խորհրդային երեկային թրոմբոզի նշաններ, հա, արդյոք օրինակ մեկ ոտքը ուռած է։ Արդյոք մենք որպես կլինիցիստ կարծում ենք, որ թոքային էմբոլիայի ամենայն հավանականությամբ ախտորոշումը արդյոք պացիենտը ունի տախիկարդիա կամ օրինակ վերջի 3 օրը ունեցել է ինչ որ անշարժացում, հա, ասենք եղել է մահճակալի մեջ 3 օր, որովհետև հիվանդ է եղել, կամ վերջի 4 շաբաթվա ընթացքում ունեցել է վիրահատություն, արդյոք նախկինում ունեցել է տրոմբոեմբոլիզմ, արդյոք որպես գանգատ ներկայացնում է օրնախխումը եւ վերջինը արդյոք պացիենտը ունի չհարակ նորագոյացություն վերջին 6 ամիսների ընթացքում։ Եվ ըստ այս տարբեր 7 ցուցանիշների ամեն մեկը տարբեր միավորներ ունի։ Մենք Well-ի սանդղակի sense մանրամասն նկարագրությունը կտեղադրենք այս էպիզոդի մանրամասների մեջ, որ կարողանաք նույնպես տեսնել։ Օրինակ երակային տրոմբոզի նշանները կլինիկական ֆիզիկազննման ժամանակ 3 միավոր է, իսկ օրինակ, չգիտեմ, չարակ նորագոյացություն արկայությունը 1 միավոր է, հա, այսինքն ամեն կոմպոնենտ ունի տարբեր միավորներ։ Մենք ըստ այս միավորների կարողանում ենք պացիենտներին բաժանել 3 խմբի, հա, եթե ունենք 2-ից ցածր, դա կլինի ցածր հավանականություն, 2-ից 6 ունենք միջին հավանականություն եւ 6-ից բարձր ունենք արդեն բարձր հավանականությամբ թոքային էմբոլիա։ Ինչի է սա կարևոր, հա, եթե մենք ունենք օրինակ բարձր հավանականություն, այս պացիենտները միանգամից պետք է գնան կաթե անգիոգրաֆիա, մենք իրենց մոտ հաճախ նաև սկսում ենք էմպիրիկ բուժում եւ այլն, քանի որ մենք գրեթե 80 եւ ավել տոկոսով վստահ ենք, որ այս պացիենտի մոտ կա թոքային էմբոլիա, եւ հակառակը, եթե ունենք ցածր հավանականություն, ապա 20%-ից ցածր է հավանականությունը, որ մենք ունենք թոքային էմբոլիա, դրա համար ավելի սակավա մեր ագրեսիվությունը որպես ախտորոշում եւ բուժում այս պացիենտների մոտ, բայց միևնույնն է պետքա փորձենք ճշգրիտ վարվել դեռ։ Հիմա վերադառնանք մեր кейսին եւ փորձենք մեր кейսի օրինակով լուծել այս հարցը, հա։ Մեր պացիենտը ասեց, որ եկել է ինքնաթիռով Սեուլի ժամանել է Նյու Յորք, այսինքն ունեցել է երկար ժամանակ անշարժացում, հա, ինչպես նաև ունեցել է տախիկարդիա, այսինքն այս երկուսը իրար հետ արդեն 3 միավոր է, եւ 3 միավորը ընկնում է այդ միջին հավանականության մեջ, հա, որ պացիենտը ունի միջին հավանականություն թոքային էմբոլիա։ Մենք չունենք դեռ բարձր, բայց արդեն միջին հավանականությունը խոսում է դրա մասին, որ պետքա փորձենք ախտորոշում իրականացնել, հա։ Հիմա մի փոքր խոսք ուզում եմ ստեղ ասեմ ցածր հավանականությամբ թոքային էմբոլիաների մասին միջև միջինը խոսելը։
Ցածր հավանականության թոքային էմբոլիաներին կարող ենք մենք լրիվ բացառել օգտագործելով մի այլ հետաքրքիր կանոն, որը կոչվում է անգլերենով մենք իրեն ասում ենք pulmonary embolism rule out criteria կամ ասում ենք PERC score, որի նույնպես մանրամասներում կտեղադրեմ արդեն էպիզոդի, եւ սա այլ ոնց որ կլինիկական եւ կենսական ցուցանիշների նշաններ, օրինակ դեսատուրացիա, տարիք, չգիտեմ, տախիկարդիա, կրկին արնախխում եւ այլն, կոնտրացեպտիվ հորմոնների օգտագործում, այդ մի քանի հարցը տալով պացիենտին կարողանում ենք լրիվ բացառել թոքային էմբոլիան եւ որևէ ախտորոշում չիրականացնել, հա։ Բայց եթե մենք չենք կարող բացառել ցածրի դեպքում կամ եթե պացիենտը ունի միջին հավանականություն ըստ Վելի սանդղակի, մենք պետքա դեռ իրականացնենք հետազոտություններ։ Միջին հավանականության թոքային էմբոլիայի դեպքում մենք չենք անում կատե անգիոգրաֆիա, մենք անում ենք D-դիմերի հետազոտություն, հա։ Քանի որ պացիենտը ունի միջին հավանականություն, մենք չենք ուզում իրան անիմաստ ռադիացիայի ենթարկել, անիմաստ կոնտրաստ տալ եւ այլն, քանի որ հնարավոր է որ ունի թոքային էմբոլիա, բայց հնարավոր է որ չունի թոքային էմբոլիա։ Դրա համար գոյություն ունեն բավական զգայուն լաբորատոր թեստեր, որոնք կարողանում են մեզ թեքել դեպի լավ երևի արդեն ավելի հավանական է որ թոքային էմբոլիա է եւ հակառակը որ չէ ինձ թվում է վերջի դժվար թոքային էմբոլիա լինի հիմա այդ զգայուն լաբորատոր թեստերը օգտագործելով կարողանում ենք այդ հարցին պատասխանել ու հասկանալ արդյոք այս պացիենտին ես անեմ կատե անգիոգրաֆիա թե իրականում կարամ ժխտեմ թոքային էմբոլիան հա այդ թեստերից մեկը բավական սպეციფიկ հա բավական sense թոքային էմբոլիայի ժամանակ պարտադիր արկա թեստա, որը կոչվում է D-դիմերի հետազոտություն, գոյություն ունեն տարբեր թեստեր D-դիմերի, բավական զգայուն թեստեր գոյություն ունեն, որ նույնիսկ շատ քիչ D-դիմերների լեվելներ կարողանում են հայտնաբերել եւ չափելով D-դիմերի մակարդակը արյան մեջ, մենք կարողանում ենք հասկանալ, եթե դա բարձրացած է, ուրեմն լավ, ամենայն հավանականությամբ ստեղ հնարավոր է որ կա թոքային էմբոլիա եւ վերջի պետք է անել կատե անգիոգրաֆիա եւ հակառակը, եթե D-դիմերի մակարդակը նորմալ է կամ բարձրացած չի, ապա մենք կարող ենք վստահորեն ժխտել թոքային էմբոլիան եւ կատե անգիոգրաֆիա չանել։ Այսինքն այս ամենի իմաստը այնա որ ոչ բոլոր պացիենտներին պետք է անել կատե անգիոգրաֆիա կան այսպես կոչված դիագնոստիկ ալգորիթմներ, որով առաջնորդվելով օգտագործելով տարբեր զգայուն թեստեր մենք կարող ենք բացառել կամ ոնց որ մեր հավանականությունը տեղափոխել դեպի բարձր հավանականություն։ Մի կարևոր բան D-դիմերի մասին, հա, D-դիմերը ունի տարիքային շտկում, հա, 50 տարեկանից հետո արյան մեջ D-դիմերի մակարդակը փոփոխվում է, եւ տարբեր լաբորատորիաներ տարբեր ցուցանիշներ են օգտագործում D-դիմերների համար, հաճախ հանդիպող ցուցանիշը D-դիմերի, օրինակ, մոտ 500 միկրոգրամ լիտր կամ 0.5 միկրոգրամ միլիլիտր ցուցանիշն է, որը համարվում է նորմալ, բայց ըստ տարիքի, կարծեմ ամեն 10 տարին պացիենտի կյանքի մոտ 100 միկրոգրամ լիտրով ավելացնում է D-դիմերի մակարդակը։ Դրա համար շատ կարևոր է շտկել տարիքային D-դիմերի մակարդակը, որտեղ օրինակ 550-ը կարող է 35 տարեկան պացիենտի մոտ լինի բարձր, բայց 70 տարեկան պացիենտի մոտ լինի նորմալ, հա, դրա համար շատ կարևոր է այդ մտքում պահել։ Եվ կան տարբեր այլ կալկուլյատորներ, որոնց մեջ չեմ ուզում շատ խորանալ, կա օրինակ հղիների մոտ օգտագործվում է շտկում D-դիմերի մակարդակի, եթե մենք վերջը ունենք բարձրացած D-դիմեր, բայց ոչ շատ կտրուկ բարձրացած, օրինակ այս 500-ից 1000 սահմանների մեջ, մենք մեր կլինիկական մտածողությամբ կարող ենք վերջը չիրականացնել կատե անգիոգրաֆիա, բայց սրա մասին, եթե հետագայում հարց լինի, կարող ենք քննարկել, չեմ ուզում շատ խոսել, դա կոչվում է years criteria-ներ, դրա մասին չենք ուզում շատ քննարկել, բայց մի բան մտքում ուզում եմ ֆիքսենք, որ եթե պացիենտի մոտ կա թոքային էմբոլիա, D-դիմերը լինելու է բարձր եւ հաճախ շատ բարձր, այսինքն 1000-ից հետ բարձր։ Եվ ցանկացած բարձր D-դիմերի պարագայում, կրկին տարիքային շտկված D-դիմերի պարագայում ցուցված է իրականացնել կատե անգիոգրաֆիա կամ որևէ այլ գործիքային հետազոտություն, հիմա կխոսենք դրանց մասին, հա։ Ինչի կատե անգիոգրաֆիա, հա, կատե անգիոգրաֆիան ուրեմն զարկերակային կոնտրաստով, հա, հստակ ժամանակով տրված կոնտրաստով գործիքային հետազոտությունը, որով թոքային զարկերակներն ենք վիզուալիզացնում եւ կարողանում ենք հասկանալ արդյոք կա որևէ տեղ օբստրուկցիա։ Պացիենտներ կան, ում
կոնտրաստ կարող ենք պետք է չտանք, օրինակ հղիների դեպքում հաճախ պետք է խուսափենք կամ եթե պացիենտը ունի երիկամային անբավարարություն քրոնիկական կամ սուր, ճիշտ է, կոնտրաստի տալը շատ հաճախ այս դեպքերում անխուսափելի է եւ պետք է տալ եւ կան ձևեր կոնտրաստ ասոցացված նեֆրոտոքսիկությունը կչացնելու, օրինակ տալով հեղուկներ եւ այլն, բայց կան ալտերնատիվներ եւ եթե ինստիտուտում կան, եթե կան հիվանդանոցում ալտերնատիվներ, կարելի է կիրառել դա գրեթե միակ կիրառվող ալտերնատիվը պրակտիկայում դա վենտիլյացիոն պերֆյուզիոն սկանավորումն է, որը իրականացվում է երկու տարբեր ռադիոակտիվ իզոտոպներով, մեկը ինհալյացիոն, մեկը ներերակային տրվելով, փորձում է ստեղծվի քարտեզ թոքերի վենտիլացված հատվածների, ինչպես նաև պերֆյուզված հատվածների անոթներով եւ տեսնելով այդ վենտիլյացիոն պերֆյուզիոն անհամապատասխանության օջախները հնարավոր է լինում ախտորոշել թոքային էմբոլիա։ Ես օրինակ սա տեսել եմ մի քանի անգամ որ կիրառվի, մեր արձնատուրայի հիվանդանոցներից մեկում արկա է վենտիլյացիոն պերֆյուզիոն սկան եւ մենք կարողանում ենք երբեմն իրականացնել սա, բայց իրականում կատե անգիոգրաֆիան շատ ավելի արագ եւ շատ ավելի պրակտիկ հետազոտություն է, դրա համար երևի հիմնական տենց ճնշող մեծամասնությունը դեպքերի ախտորոշվում են կատե անգիոգրաֆիայով։ Կարևոր է նաև այս պացիենտների մոտ իրականացնել սրտի ոնց որ մահճակալի մոտ էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն, պարտադիր չի հենց արագ իրականացնել ֆորմալ էխոկարդիոգրաֆիա, բայց սրտի մասին պատկերացում պետք է կազմել, քանի որ դրա մասին արդեն կխոսենք բուժման մեջ, թե ինչի է սա կարևոր։ Եվ եթե պացիենտի մոտ մենք ախտորոշում ենք թոքային էմբոլիա գործիքային հետազոտություն, ապա պարտադիր չի իրականացնենք ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն։ Երբեմն, եթե մենք չունենք թոքային էմբոլիա եւ կասկածում ենք խորհրդային սերակային թրոմբոզ, այդ դեպքում այո, բայց եթե արդեն ունենք թոքային էմբոլիա, իրականում բուժման որևէ մարտավարություն մեզ մոտ չի փոխվելու, եթե պացիենտի մոտ sense tendenz մենք անտիկոագուլյացիա ենք սկսելու, ապա հաճախ այս դեպքում կարող ենք խուսափել հավելյալ գործիքային հետազոտություն իրականացնելուց։ Մի երկու խոսք միջև անցնեմ առաջ բանի մասին, էխոյի մասին, կան տարբեր նշաններ էխոկարդիոգրաֆիա, որոնք շատ ասոցացված են թոքային էմբոլիայի հետ, գաղափարը իրականում սրտի աջ հատվածների ճնշման բարձրացման հետևանքով կտրուկ, ճնշման բարձրացման հետևանքով առաջացող տարբեր էխոկարդիոգրաֆիկ փոփոխություններն են, օրինակ, եթե մենք ունենք աջ փորոք, որը ձախ փորոքի 2/3-ից մեծ է, կամ նույն չափի են կամ ավելի մեծ են, ունենք տարբեր նշաններ, ունենք McConnell-ի նշան, երբ որ մենք ունենք ապիկալ պատի ներփքվում ամեն անգամ, կամ ունենք իջնապատի միջփորոքային հարթեցում, պարաստերնալ կարճ առանցքում եւ այլն, տարբեր sense նշաններ մենք ունենք թոքային էմբոլիայի, կա արդեն ավելի ոնց որ sense մանրամասն, 60-60-ի նշան, կարող ենք ճնշումները չափել, կարող ենք տրիկուսպիդ այդ փականի անուլուսի միգրացիան որոշել եւ այլն, դրանք արդեն մի քիչ ավելի խորացված նշաններ են, բայց ըստ դրա մենք կարող ենք նույնպես առանց գործիքային հետազոտության ասել, այս պացիենտի մոտ ամենահնարավորինը թոքային էմբոլիա է, սա չի փոխարինում գործիքային հետազոտությունը, մենք միևնույնն է պարտադիր պետք է իրականացնենք վիզուալիզացիոն, թոքային զարկերակների վիզուալիզացիոն հետազոտություն, որպեսզի հաստատենք ախտորոշումը կամ վենտիլյացիոն պերֆյուզիոն սկան, բայց երբեմն կարող է մեր ոնց որ միջև սպասում ենք կամ եւ այլն կարող ենք հայտնաբերել նման ձևերով թոքային էմբոլիա։ Այսպես, սա ինչ վերաբերվում էր ախտորոշմանը եւ հիմա կարող ենք արդեն անցնել բուժման։ Okay, հիմա վերադառնանք մեր պացիենտին եւ փորձենք հասկանալ։ Մեր պացիենտի Valley score-ով հավանականությունը թոքային էմբոլիայի 3 էր, այսինքն դա մեզ միջին կատեգորիայի մեջ է դնում, եւ սա նշանակում է, որ պետք է անենք դեծիմերի հետազոտություն այս պացիենտի մոտ։ Դեծիմերի հետազոտությունը անելուց հետո մեր պատասխանը գալիս է մոտ 4000 միկրոգրամ լիտր, որը շատ բարձր ցուցանիշ է, վերին սահմանը այս պացիենտի մոտ 500 է եւ 500-ից 8 անգամ բարձր է, եւ դրա համար ցուցված է այս պացիենտին իրականացնել կատե անգիոգրաֆիա։ Հղիության թեստ ենք անում եւ պացիենտի հետ խոսում ենք եւ այլն եւ անում ենք կատե անգիոգրաֆիա։ Կատե անգիոգրաֆիայի պատասխանը ցույց է տալիս, որ մենք ունենք աջ սեգմենտալ թոքային զարկերակներում տարբեր
մակարդուկներ, մի քանի հատ, եւ չունենք որևէ մեծ խոշոր ոնց որ աչնափորոքի մեծացում, չունենք ինֆարկտի պատկեր, բայց ունենք ակտիվ մակարդուկներ։ Այսինքն ախտորոշվում է թոքային էմբոլիան։ Պացիենտին պարտադիր պետք է ասենք սրա մասին եւ պետք է հիմա հասկանանք, լավ, ախտորոշեցինք, ինչ ենք հիմա անում։ Թոքային էմբոլիան որպես արդեն հիվանդություն ունի տարբեր կլինիկական ծանրության աստիճաններ։ Մենք ամենասկզբում խոսեցինք, որ ես նույնպես մտածում եի, որ թոքային էմբոլիան դա գրեթե մի շատ մահացու եւ բոլորին հանկարծամահացան բերող հիվանդություն է, բայց միշտ չի որ այդպես է։ Մենք ունենք այսպես կոչված, բժշկական ժարգոնում մասիվ թոքային էմբոլիաներ ենք ասում։ Մասիվ թոքային էմբոլիաներ, դրանք այն էմբոլիաներն են, որոնք առաջացնում են մարդու մոտ ճնշման անկում, սիստոլիկ ճնշումը 90-ից ցածր, կամ ունենք կլինիկական հիպոպերֆուզիոն վիճակ, շոկ, կամ ունենք սրտի կանգ։ Այդ բոլոր դեպքերի հետ ասոցացվող թոքային էմբոլիան կոչվում է մասիվ թոքային էմբոլիա կամ շատ բարձր ռիսկի թոքային էմբոլիա։ Ունենք սուբմասիվ թոքային էմբոլիաներ, որոնք ունեն sense միջին ռիսկ, այս թոքային էմբոլիաները կարան վատ թարանան, բայց կարան նաև չվատթարանան, արդեն կախված պացիենտից, կախված հիվանդության, ոնց որ պացիենտի այդ ռեզերվից եւ այլն, այս միջին ծանրության թոքային էմբոլիաների մասին մի քիչ խոսենք, թե ոնց ենք մենք կարողանում բանով հասկանալ, կլինիկորեն։ Կա մեկ ուրիշ սանդղակ, որը կոչվում է PESI սանդղակ, PESI-ն էլի անգլերեն հապավում է, կոչվում է Pulmonary Embolism Severity Index, թոքային էմբոլիայի ծանրության ինդեքս, նույնպես կտեղադրենք մանրամասների մեջ հղումը, եւ PESI սանդղակը արդեն կրկին ուրիշ հարցեր է տալիս, արդեն այստեղ մենք ունենք օրինակ արդյոք պացիենտը ունի սրտային անբավարարություն, արդյոք ունի քրոնիկական թոքային հիվանդություններ, այլ կենսական ցուցանիշներ, օրինակ, ջերմության փոփոխություններ, գիտակցության խանգարումներ եւ այլն։ Միասին համադրելով մենք փորձում ենք հասկանալ պացիենտի կլինիկական ոնց որ դասը, արդյոք ոնց որ ծանր է, թե թեթև է, Եթե մենք չունենք այդ բաներից, հեմոդինամիկ խախտումները, շոկը, սրտի կանգ եւ այլն, այսինքն մենք չունենք մասիվ թոքային էմբոլիա, մենք արդեն միջին խմբում ենք, ըստ այս PESI-ի մենք կարող ենք դասակարգել, արդյոք մենք ունենք միջին, թե ունենք թեթև, օրինակ եթե PESI սկորը մեզ հուշում է, որ մենք ունենք թեթև տեսակի կլինիկական դեպք, ապա մենք կարող ենք ասել, որ պացիենտի մոտ ուղղակի ցածր ռիսկի թոքային էմբոլիա է։ Բայց եթե ռիսկը բարձրացած է, ապա մենք չենք կարող ասել ցածր, մենք արդեն այս դասակարգում ենք որպես միջին կամ սուբմասիվ, միջին ռիսկի կամ սուբմասիվ թոքային էմբոլիաներ։ Ստաբիլ հեմոդինամիկայով, բայց վատթարանալու միտում ունեցող, այս ոնց որ այս վտանգավոր մոխրագույն տարածքն է թոքային էմբոլիաների։ Հիմա թոքային էմբոլիաների վարման մեջ շատ կարևոր է ստուգել տրոպոնինի եւ նատրիուրետիկ պեպտիդների, մենք BNP կամ ProBNP, այդ բիոմարկերների լեվելները արյան մեջ, քանի որ դրանք խոսում են սրտի ֆունկցիայի դեկոմպենսացիայի մասին։ Պարտադիր է պացիենտի մոտ հասկանալ, արդյոք աջ փորոքը կամ սրտի աջ հատվածները դեկոմպենսացվել են այս մակարդուկների պատճառով, եւ դա կարելի է անել երկու ձևով, կամ բիոքիմիորեն ստուգելով այս բիոմարկերները, կամ, այսինքն ոչ թե կամ, այլ եւ անելով դա գործիքային հետազոտությամբ, ինչի մասին խոսեցինք, եթե մենք տեսնում ենք էխոկարդիոգրաֆիայով լայնացած աջ փորոքներ կամ կատեով նույնպես դա կարելի է տեսնել, ապա դա նույնպես խոսում է, որ աջ փորոքները ունեն մեծ ճնշումներ, որը պատճառը հիմնականում թոքային այս սուր թոքային էմբոլիայի վիճակն է, Այսինքն այս պացիենտների մոտ ցուցված է ստուգել տրոպոնինի մակարդակը եւ ստուգել նատրիուրետիկ պեպտիդների մակարդակը, ինչպես նաեւ անել արդեն ֆորմալ էխոկարդիոգրաֆիա, որպեսզի հասկանալ աջ փորոքի ճնշումները եւ աջ փորոքի չափերը եւ այլն եւ հասկանալ արդյոք մենք ունենք աջ փորոքի դիսֆունկցիա։ Հիմա այս բոլոր տվյալները դնելով իր մեջ մենք միջին ռիսկի խմբի այդ սուբմասիվ թոքային էմբոլիաները կարողանում ենք արդեն հասկանալ արդյոք այս դեպքում մենք պետք է լինենք ավելի ագրեսիվ, թե կարող ենք ուղղակի իրականացնել հանգիստ անտիկոագուլյացիա, Սրա մասին հեսա մի քիչ հետո կխոսենք։
Վերջերս 2026 թվական մի քանի ամիս առաջ, 2 ամիս առաջ երևի, թոքային էմբոլիայի դասակարգումը մի քիչ փոփոխվել է։ Մենք ունենք sense ABCDE խմբեր թոքային էմբոլիաների, որտեղ A-ն այդ ենթակլինիկական, հա, ինցիդենտալ, պատահական հայտնաբերված, իսկ E-ն այդ սրտի կանգով, կարդիոպուլմոնար անբավարարությամբ եկող թոքային էմբոլիաներն են, եւ դրանց արանքը BCD, այսինքն ասած միջին խմբի թոքային էմբոլիաներն են, որտեղ մենք ունենք C-ն հիմնականում այդ միջին խումբն է, որտեղ մենք ունենք սիմպտոմատիկա եւ ունենք ծանր պես-ի ծանր աշճան, բայց ունենք, չգիտեմ, այդ բիոմարկերների, չնեմ, մի քիչ շեղումներ եւ այլն, սրա մասին շատ չեմ ուզում խորանալ, եթե էլի հետաքրքրվածություն լինի, հարցերի տեսքով կարող ենք հետո անդրադառնալ սրան արդեն մեր հարթակներում խոսել, բայց ոնց որ ուզում եմ մտքում պահենք, որ երբեմն այդ նոմենկլատուրան դասակարգման կարող է տարբերվի, բայց այս մասիվ, սուբմասիվ եւ ցածր ռիսկի շատ հաճախ օգտագործվում է եւ իրար հետ կոմունիկացվելուց եւ պացիենտի ծանրության մասին խոսելուց այս հիմնական ժարգոնն է, որը օգտագործում ենք։ Հիմա այս խմբերը ինչի ես շեշտեցի իրանց եւ ինչի է կարեւոր իրանց մասին խոսելը, հա։ Եթե մենք ունենք պացիենտ, ով ունի մասիվ թոքային էմբոլիա, նորից է մասիվ թոքային էմբոլիան, դա այն թոքային էմբոլիան է, որի ժամանակ մենք ունենք ճնշման անկում, ունենք շոկ, ունենք սրտի կանգ, հա, կամ պացիենտ ում մոտ եղել է սրտի կանգ թոքային էմբոլիա պատճառով եւ վերականգնվել է հիմա սրտի աշխատանքը, այս դեպքում ցուցված է անհապաղ իրականացնել տրոմբոլիտիկ թերապիա, հա, օգտագործվում է կոմբինանտ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորներ, հա, այսինքն ալտեպլազ, երբեմն որոշ եվրոպական երկրներ օգտագործում են տենեկտեպլազ, բայց ԱՄՆ-ում հաճախ այս դեպքերում անում ենք ալտեպլազ դեռ, եւ ըստ ոնց որ այս դեպքում արդեն կյանքի ցուցման, հա, արագ պետք է այս ամեն ինչը իրականացնել։ Իսկ արդեն ենթամասիվ, սուբմասիվ թոքային էմբոլիաների դեպքում մենք ունենք դեռ որոշ ժամանակ, բայց ինչի է շեշտում այս տրոպոնինը, BNP-ին, էխոկարդիոգրաֆիայով աջ հատվածների ճնշումների բարձրացումները եւ աջ փորոքային դիսֆունկցիան, հա, նրա համար, որ եթե մենք ունենք աջ փորոքային դիսֆունկցիա կատեյով կամ էխոյով եւ ունենք բարձրացած տրոպոնիններ եւ BNP մակարդակ, այսինքն ունենք թե գործիքային, թե բիոքիմիական ապացույց աջ փորոքային դիսֆունկցիայի, այս պացիենտները կարող են շատ արագ այդ սուբմասիվից դառնալ մասիվ, հա, կամ օրինակ սրտի կանգ ունենալ, հա, եւ մենք ավելի ագրեսիվ պետք է այս պացիենտների հետ լինենք, այսինքն իրենց ուղղակի անտիկոագուլյանտներով մենք չենք կարող հարց լուծել եւ հաճախ շատ կենտրոններում իրականացվում են օրինակ կաթետրային թերապիաներ, հա։ Ինչ է սա նշանակում։ Երակային մուտքով կաթետր է անցկացվում դեպի թոքային զարկերակ եւ կաթետրի վրայից տրոմբոլիզա իրականացվում արդեն, կաթետրային տրոմբոլիզա կոչվում, այդ նույն ալտեպլազը ոչ թե համակարգային ենք տալիս, քանի որ պացիենտը այդքան անկայուն ու ծանր չի, որ մենք իրան համակարգային տրոմբոլիզ տանք եւ այդ համակարգային տրոմբոլիզի հետ ասոցացված ռիսկերին հանգեցնենք, այլ կարող ենք կաթետրային տրոմբոլիզ իրականացնել կամ հաճախ արդեն անոթային վիրաբույժները կամ ինտերվենցիոն ռադիոլոգները կարող են անել կոչվում է suction embolectomy, այսինքն sense հատուկ սարքով sense ներծծում են մակարդուկները եւ ոնց որ քաշում հանում են թոքային զարկերակի հունից կամ ճյուղերից։ Այս վերաբերվում է սուբմասիվ, բայց ծանր սուբմասիվներին, հա, այսինքն դեռ կայուն են հեմոդինամիկ, բայց էխոյով, կատեյով, տրոպոնինը, BNP մակարդակը բարձրացած, աջ փորոքները լարված, պետքա ոնց որ իրենց հետ լինենք ավելի ագրեսիվ։ Իսկ արդեն բոլոր մնացածը, հա, միջին են ցածրները, օրինակ միջին խմբի էլի ծանրության, բայց տրոպոնինը նորմալ, BNP-ն նորմալ, կամ չեմ, տրոպոնինը մի քիչ բարձր, բայց աջ փորոքի վիճակը էխոյով կամ կատեյով նորմալ, մենք իրանց հետ չպետք արդեն ոնց որ հավանականությունը, որ իրանց մոտ կլինի sense կատաստրոֆիկ ինչ-որ ելք ավելի ցածր է, ու այս դեպքում ուղղակի անտիկոագուլյանտ դեղորայքների կիրառումը բավարար է եւ հերիք է։ Այսպես, հիմա փոքրիկ դադար, որից հետո կխոսենք արդեն թոքային էմբոլիայի բուժման համար այս պացիենտի բարակայում։ Okay, վերադառնալով մեր պացիենտին։ Հիմա մեր պացիենտի մոտ մենք որոշում ենք տրոպոնինի քանակը, BNP-ի քանակը, հա, եւ
տեսնում ենք, որ երկուսն էլ նորմալ է, անում ենք էխոյով չկա որևէ աջ փորոքի լայնացումներ, միջնապատի հարթեցում, որևէ ապացույց, որ մենք ունենք աջ փորոքի դիսֆունկցիա, կատեն նույնպես չէր տվել աջ փորոքի չափերի մեծացում։ Անում ենք PESI score-ը, հա, Pulmonary Embolism Severity Index-ը, եւ տեսնում ենք, որ PESI score-ով մենք ունենք 0 PESI score, այսինքն պացիենտը ցածր ռիսկի պացիենտ է, կապված նրա հետ, որ ունի որևէ հիվանդություններ, կենսական ցուցանիշները շատ ագրեսիվ շեղված չեն եւ այլն, այս պացիենտի մոտ թոքային էմբոլիայի կլինիկական ծանրության աստիճանը դասակարգվում է որպես ցածր ռիսկի, հա, պացիենտը ունի բարձր ռիսկ կարդիոպուլմոնար անբավարարության եւ այլն, եւ դրա համար մենք ունենք ցածր ռիսկի թոքային էմբոլիա։ Այս դեպքում բուժումը ուղղակի անտիկոագուլյացիան է։ Այսինքն կիրառում ենք անտիկոագուլյանտներ, ունենք տարբեր խմբերի անտիկոագուլյանտներ, որը արդեն էլի լրիվ առանձին թեմա է, մենք ունենք չֆրակցիոնացված հեպարիններ, ունենք ցածր մոլեկուլային զանգվածի հեպարիններ, որոնք էլի հաճախ կիրառում ենք, եւ ունենք այս նոր խմբի, ու արդեն իսկ նոր չէ, բայց իրենց կոչում ենք ուղղակի ազդեցության անտիկոագուլյանտ դեղեր կամ անտիկոագուլյանտներ, որոնք ուղղակի են ազդում ֆակտորների վրա, այլ ոչ թե անուղղակի հեպարինի նման։ Հիմնականում սրանց խմբին են դասվում ապիքսաբանը կամ էլիկվիսը եւ ռիվարոքսաբանը, քսարելտոն, բայց կան նաեւ այլ դեղեր, երբեմն կարելի է կիրառել այլ ոնց որ ավելի հազվադեպ խմբի, հա, ֆոնդոպարինուքս, արգատրոբան եւ այլն, որոնց շատ ավելի հազվադեպ է, կրկին էլի առանձին թեմա է, բայց այս խմբի դեղերն են հիմնական բուժումը եւ գրեթե միշտ լինելու են արդեն ուղղակի ազդեցության անտիկոագուլյանտները, ապիքսաբանը կամ ռիվարոքսաբանը։ Իրանք երկար ժամանակ հավասար ոնց որ ուժգնության օգտագործվում է, վերջերս մի քանի ամիս առաջ հետազոտություն է արվել եւ ցույց է տրվել, որ ռիվարոքսաբանը ասոցացված է ավելի բարձր արնահոսական բարդությունների հետ, քան ապիքսաբանը, եւ ոնց որ sense տրենդ կա, որ շատ երկրներ, օրինակ ԱՄՆ-ն գրեթե բոլոր դեպքերում ապիքսաբանը հիմա կիրառում, էլիկվիս, եւ շատ եվրոպական արևմտյան երկրներ նույնպես տեղափոխվում են կամաց ապիքսաբանին, եւ այդպես, այսինքն այս դեղերը համարվում են հիմնական բուժումները թոքային էմբոլիայի։ Տևողությունը դեղորայքային բուժման պայմանավորված է կլինիկական ծանրության աստիճանով, հա, հիմնականում թեթև միջին դեպքերում կարելի է բուժել մոտ 3 ամիս, եթե պացիենտը ունի ծանր մասիվ թոքային էմբոլիաներ, այդ դեպքում բուժումը երկարացվում է դեպի 6 ամիս։ Շատ պացիենտների մոտ բուժումը պետք է իրականացնել ցածր դոզայով անտիկոագուլյանտներով 6 ամիս հետո, չև կյանքի վերջ իրականում, սա կրկին այլ թեմա է, սա կախված է թոքային էմբոլիայի կրկնման ռիսկի հետ, այսինքն գաղափարը այն է, որ եթե մենք ունենք պացիենտի մոտ առաջացել թոքային էմբոլիա, մենք պետք է հասկանանք արդյոք այս պացիենտի մոտ այս թոքային էմբոլիան եղել է պրովոկացված ինչ-որ պատճառով, թե եղել է ուղղակի sense պատահական չպրովոկացված թոքային էմբոլիա, եւ եթե իրականում թոքային էմբոլիան չպրովոկացված էր, ապա մենք պետք է լինենք ավելի զգոն եւ պացիենտին երկարաժամկետ, հա, հաճախ միջև կյանքի վերջ անտիկոագուլյացնենք, որ չկրկնվի թոքային էմբոլիան։ Սա իրականում շատ հետաքրքիր ու նյուանսներով լի թեմա է, որի մասին ես կարծում եմ մոտակա ժամանակները առանձին հաղորդում կունենանք եւ առանձին կխոսենք ընդհանրապես երակային թրոմբոէմբոլիզմների հավերժ անտիկոագուլյացիայի, հա, կարելի է sense իրան sense պայմանական անվանել դրա մասին։ Բայց ոնց որ հիմնականում չպրովոկացված դեպքերում բուժվում ավելի երկար, իսկ պրովոկացված թոքային էմբոլիաները 3-ից 6 ամիս կախված իրենց ծանրության աստիճանից։ Եվ համակարգային թրոմբոլիզի մասին արդեն խոսեցինք, տարբեր ձևերով կարելի է իրականացնել համակարգային, կարելի է իրականացնել արդեն սուբմասիվների դեպքում կաթետրային բուժումներ։ Բուժման վերաբերյալ հիմնական սկզբունքները սրանք են, եւ կարելի է արդեն խոսել հատուկ տարբեր բացառությունների մասին։ Okay, մեր ոնց որ էպիզոդի վերջում կխոսենք տարբեր կլինիկական դեպքերի մասին, որոնց դեպքում որոշակի փոփոխություններ կարելի է իրականացնել։ Օրինակ, հղի պացիենտների մոտ բուժումը իրականացվում է հիմնականում ցածր մոլեկուլար զանգվածի հեպարիններով, հա, օգտագործվում է ֆլաքսիպարին եւ այլն, նման դեղորայք կամ կլեքսան,
եւ վարֆարին կամ ուղղակիացության անտիկոագուլյանտները հակացուցված են իրենց տերատոգենազության պատճառով դեձիմերի մակարդակը նաեւ հղիության դեպքում ֆիզիոլոգիապես բարձրանում է եւ սրա մասին արդեն խոսեցի նախկինում, որ եթե հետաքրքրված եք կարող եմ ուղարկել ալգորիթմներ, որոնք կարելի է կիրառել հղի պացիենտների մոտ թոքային էմբոլիան շղթելու համար։ Կան թոքային էմբոլիաներ, որոնք ասոցացված են քաղցկեղով հիվանդների մոտ եւ կրկին քաղցկեղով հիվանդների մոտ պետք է անտիկոագուլյացիան իրականացնել մինչեւ կյանքի վերջ կամ մինչեւ ոնց որ քաղցկեղի ռեմիսիայի այդ 6 ամիսը եւ այլն եւ կրկին կան շատ դեպքեր, որոնց դեպքում կարելի է եւ անհրաժեշտ է թոքային էմբոլիայի բուժումը իրականացնել երկար ժամանակ։ Եթե վերաբերում ենք մեր պացիենտը, քանի որ ունի պրովոկացված թոքային էմբոլիա, այսինքն մենք ունենք պացիենտի մոտ ռիսկի գործոն, ինքը ունեցել է անշարժություն, բայց ռիսկի գործոնը այդքան էլ ոնց որ մեծ ռիսկի գործոն չի, մենք ռիսկի գործոնները նույնպես դասակարգում ենք մեծ եւ փոքր, խոշոր եւ մանր ռիսկի գործոնների, օրինակ խոշոր գործոնի օրինակ կլինի մի քանի ժամ տևած վիրահատությունը կամ օրինակ վերջի 3 օրը պացիենտը եղել է անշարժացած եւ այլն։ Իսկ օրինակ, չգիտեմ, թռիչքը, ինքնաթիռով, կապ չունի թե ինչքան երկար, համարվում է մանր ռիսկի գործոն։ Այսինքն եթե պացիենտի մոտ այդ ռիսկի գործոնի վրա եղել է թոքային էմբոլիա, ապա մենք այդ պացիենտին պետք է մեզ մի քիչ հարց տանք, հասկանանք օրինակ ինչի այս պացիենտի մոտ չգիտեմ, մի հատ թռիչքի պատճառով եղավ թոքային էմբոլիա եւ հաճախ այս պացիենտներին մենք պետք է հավելյալ հետազոտենք տարբեր ժառանգական թրոմբոֆիլիաների համար։ Մեր պացիենտը նաեւ շատ երիտասարդ է, ինչը բնորոշ է ժառանգական թրոմբոֆիլիաներին, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի համար պետք է հետազոտենք երբեմն, հիմնականում եթե այդ մակարդուկները տարբեր ոչ այդքան հաճախ հանդիպող անոթային հուներում են, օրինակ լյարդային երակային հունում են կամ ունենք զարկերակային մակարդուկներ եւ այլն, Եվ հաճախ անհրաժեշտ է պացիենտներին իրականացնել իրենց տարիքին համապատասխան քաղցկեղային սկրինինգային հետազոտություններ, որովհետև քաղցկեղը նույնպես թոքային էմբոլիայի շատ կարևոր ռիսկի գործոն է։ Բայց դրա մասին մանրամասն մենք արդեն հետագայում կխոսենք տարբեր տակտիկաներ, մարտավարություններ եւ այլն, բայց մեր кейսին բնորոշ այսքաններ Հիմնական այդ կարևոր բաները, որ պետք է հիշենք մենք թոքային էմբոլիայի մասին այս кейսից, դա այդ նախա թեստավորման հավանականության որոշումներն է, օգտագործելով Վելի սանդղակը փորձենք հասկանանք արդյոք մեր պացիենտի մոտ կա ցածր միջին թե բարձր հավանականություն թոքային էմբոլիա եւ ըստ դրա կիրառենք դեձիմեր կամ միանգամից անենք կատե անգիոգրաֆիա կամ ոչ մի բան էլ չանենք Ապա ըստ մեր այդ դեձիմերի անալիզի, եթե անում ենք դեձիմեր, փորձենք հասկանալ, որ ուղղությամբ գնանք, անենք կատե անգիոգրաֆիա, հաստատենք ախտորոշումը եւ արդեն բուժումը իրականացնենք ըստ կլինիկական մեր խմբերի, մասիվ, սուբմասիվ կամ ցածր ռիսկի թոքային էմբոլիաներ եւ ըստ դրա հասկանանք, թե մենք արդյոք պետքա պացիենտին անենք անմիջական համակարգային թրոմբոլիզ, արդյոք պետքա անենք անոթային կամ կաթետրային որևէ միջամտություններ, թե ուղղակի կարող ենք իրականացնել անտիկոագուլյացիա եւ հասկանալ արդեն ինչքան տևողությամբ ենք բուժում եւ այլն եւ այլն։ Նորից, բավական կարևոր, բավական հաճախ հանդիպող ախտորոշում է եւ կարևոր է իմանալ այս կետերը թոքային էմբոլիայի մասին եւ այս ամեն ինչը իմանալով իրականում ներքին հիվանդությունների մակարդակով կարելի է հանգիստ արդեն բուժել եւ ճանապարհել տուն պացիենտներին, ովքեր ունեն թոքային էմբոլիաներ։ Այսօրվա համար այսքանն էր թեման։ Շնորհակալություն լսելու եւ միանալու համար։ Կրկին մենք մեր հարթակներում կտեղադրենք տեղերը, որտեղ կարող եք հարցեր թողնել եւ եթե լինեն տարբեր հարցեր թեմայի շուրջ, արդեն կարող ենք մանրամասն քննարկել եւ նաեւ կլինեն կոնտակտային տվյալներ, որով կարող եք կապի դուրս գալ եւ հարցերը տալ, որ քննարկենք։ Շնորհակալություն նորից լսելու համար եւ մինչ նոր հանդիպում։